Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, Ռուսաստանը պարտադիր կերպով կվերականգնի այն ռուսների իրավունքները, որոնց նկատմամբ նրա խոսքով Կիևի նեոնացիստական ռեժիմը ճնշումներ է իրականացրել։ Նա ընդգծել է, դա լինելու է երկարաժամկետ կարգավորման հիմնական նախապայմաններից մեկը։ Վերջինս հայտարարել է Մոսկվայի առաջնահերթություններից է ռուսախոս բնակչության պաշտպանությունը ամբողջ աշխարհում։ Նախարարի խոսքով Ռուսաստանը շարունակելու է պայքարել ռուսաֆոբիայի եւ լեզվական խտրականության դեմ։ Իրանի զինված ուժերը հայտարարել են հարվածներ հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ըստ ԻՀՊԿ-ի գործողությունը իրականացվել է Սիրիկ եւ Քեշմ կղզիների վրա կատարված հարձակումներին պատասխանելու նպատակով։ Հայտարարության մեջ նշվում է, թիրախ են դարձել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը։ Իրանական կողմը գործողությունը ներկայացրել է որպես պատասխան ագրեսիային։ Associated Press-ի տվյալներով ԱՄՆ զինված ուժերը սպասում են Պենտագոնի հստակեցմանը կապված Եվրոպայում ամերիկյան զորքերի ապագայի հետ։ Թրամփի հակասական հայտարարությունները Լեհաստանում զորքեր ուղարկելու եւ միաժամանակ կրճատումների մասին առաջացրել են դաշնակիցների շփոթություն։ ՆԱՏՕ-ի մտահոգություն կա ԱՄՆ ռազմաքաղաքական ծրագրերի անկանխատեսելիության վերաբերյալ։ Փորձագետների խոսքով այս անորոշությունը կարող է ազդել զինվորականների եւ բյուջեների վրա։ Սպիտակ տունը պնդում է, բոլոր քայլերը համաձայնեցված են դաշնակիցների հետ։ Ճապոնիան եւ Ինդոնեզիան համաձայնության են եկել սկսել բանակցություններ Ասիգիրի դասի ականակիրների հնարավոր արտահանման վերաբերյալ։ Սա տեղի է ունենում Ճապոնիայի պաշտպանության քաղաքականության փոփոխությունների ֆոնին։ Տոկիոն պատրաստվում է վերանայել զենքի արտահանման սահմանափակումները։ Ինդոնեզիան հայտնել է հետաքրքրություն ռազմական տեխնոլոգիաների եւ նավերի ձեռքբերման նկատմամբ։ Սա կարող է նշանակել նոր ռազմական համագործակցություն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Լիբանանի բանակը հայտնել է իսրայելական անօդաչու թռչող սարքի արվածի հետևանքով զոհվել են մի սպա եւ մի քանի զինվորներ։ Հարձակումը տեղի ունեցել հարավային Նաբաթե նահանգում։ Ըստ պաշտոնական հայտարարության ռազմական մեքենան ենթարկվել է բարբարոսական հարձակման։ Բանակը դեպքը համարում է լուրջ էսկալացիա տարածաշրջանում։ Axios-ի տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆը եւ ԱՄՆ նախագահի փեսան Ջարեդ Քուշները այցելել են Օուք Ռիջի միջուկային լաբորատորիա։ Այցը կապված է Իրանի հետ ընթացող բանակցությունների տեխնիկական քննարկումների հետ։ Մասնագետները քննարկել են հնարավոր համաձայնագրի մանրամասները։ Ըստ աղբյուրների գործընթացը գտնվում է լուրջ փուլում, սակայն պաշտոնապես համաձայնագիր դեռ չկա։ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հրթիռային զինանոցը զգալիորեն նվազել է։ Նրա գնահատման պահպանվել է մոտ 21-22% նախկին ծավալից։ Նա նշել է երկիրը դեռ ունի հրթիռներ եւ անօդաչու սարքեր, սակայն ըստ նախագահի դրանք պակաս են նախկինի համեմատ։ Այս հայտարարությունը հնչել է NBC-ին տված հարցազրույցում։ New York Times-ի տվյալներով ԱՄՆ-ն մայիսին օգնել է ավելի քան 100 նավերի անցնել Հորմուզի նեղուցով։ Գործողությունը իրականացվել է անվտանգության բարձրացման նպատակով։ Տարածաշրջանում լարվածության աճը վտանգում է ծովային երթևեկությունը։ Շատ նավեր անցման ժամանակ անջատել են իրենց տրանսպոնդերները։ Վաշինգտոնը փորձում է պահպանել նավագնացության կայունությունը։ Պոլիտիկոյի տվյալներով Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ։ Գումարի մի մասը նոր ֆինանսավորում է, մյուսը Եվրամիության ծրագրերի մաս։ Նախաձեռնություն ներկայացվել է Գերմանիայի կողմից։ Այն նպատակ ունի համակարգել անդամ երկրների ներդրումները։ Գագաթնաժողովում հնարավոր է վերջնական որոշման հայտարարում։ Միացյալ Նահանգներում շրջանառվող կարծիքների համաձայն Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները կարող են հետևանքներ ունենալ։ Ռազմական վերլուծաբանները պնդում են, Թրամփը կարող է կոշտ արձագանքել։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ օգնության եւ զինամթերքի մատակարարումների հնարավոր փոփոխություններին։ Վերլուծաբան Դանիել Դեյվիսը զգուշացրել է իրավիճակի սրման մասին։ Նա նշել է, քաղաքական հարաբերությունները կարող են անմիջապես ազդել ռազմական աջակցությանը։ Շվեդական դատարանը օրինական է ճանաչել Կաֆաբեռնա նավի առգրավումը։ Ուկրաինան պահանջում է նավը հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննության շրջանակում։ Ըստ քննության նավը կարող էր օգտագործվել օկուպացված տարածքներից հացահատիկ տեղափոխելու համար։ Դատարանը նշել է, գործով ներկայացված կասկածները կարող են ընկնել ռազմական հանցագործությունների շրջանակում։ Նավատիրոջ ներկայացուցիչներ դեռ հնարավորություն են բողոքարկելու որոշումը։ Թայվանի եւ Չինաստանի առափնյա պահպանության նավերը հերթական անգամ բախվել են Պրատաս կղզիների մոտ։ Թայվանը պնդում է չինական նավը մտել է սահմանափակված ջրային տարածք։ Կողմերը հաղորդում են լարված բանակցությունների եւ փոխադարձ նախազգուշացումների մասին։ Թայվանը մեղադրում է Պեկինին տարածաշրջանում իր իրավասությունը պարտադրելու փորձերի մեջ։ Միջադեպը տեղի ունեցել վերջին 2 շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ։
Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ քվեարկության օրը ընտրական իրավունք ունեցողների ընտրելու իրավունքը իրացնելու համար հունիսի 6-ին ժամը 09:00-ից մինչև 18:00 եւ հունիսի 7-ին 08:00-ից մինչև 20:00 ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային բոլոր ստորաբաժանումները աշխատելու են ողջ ռեսուրսով, մատուցելով ընտրական գործընթացներին վերաբերող ծառայություններ, այդ թվում քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ընդունում եւ տեղեկանքների տրամադրում, ինչպես նաեւ ընտրելու իրավունքն իրացնելու ուղղությամբ այլ գործառույթներ։ Այս մասին տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից։ Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության նախորդ օրը բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, նշելով նաև ըստ գտնվելու վայրի, նախընտրած վայրի եւ հաշվառում չունեցող ընտրողների ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը։ Այս մասին տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2,485,851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը 22,734 է, հաշվառում չունեցող ընտրողների թիվը 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը 8։ Քննչական կոմիտեում ազգային անվտանգության ծառայությունից ստացված առերևույթյան ցանքի մասին հաղորդման համաձայն քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ՎՀ-նով հայտնի է Գող Բջե կեղծանունով, օգտագործելով իր անօրինական ազդեցությունը Տեցիկ կեղծանունով հայտնի ԱՀ-ի կողմից դիմելուց հետո, վերջինիս եւ Գոջո կեղծանունով հայտնի ՍՊ-ի միջև առաջացած մասնավոր հարցը պետության սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին եւ դրանց իրացման իրավաչափ ձևերին չհամապատասխանող եղանակներով լուծելու նպատակով ԱՀ-ին հրահանգել է նախկինում քրեական վարույթների շրջանակում քրեական ենթամշակույթ կրող անձանց վրա ցուցումունքներ տալու համար ՍՊ-ին ճանաչել որպես վարկաբեկված պատվազուրկ անձ եւ պատժել։ Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։ ՎՀ-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք ձերբակալվել եւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Առավոտյան ժամը 07:00-ին վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող 250 մմ-անոց բարձր ճնշման ջրագիծը, վթարը վերացնելու համար հայտարարվել է ջրանջատում։ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում մոտ 15-ից 20 րոպե տևողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել։ Կարկուտի չափն այնքան մեծ է եղել, որ ոչ միայն ցանքատարածություններն ու այգիներն են վնասվել, այլև ավտոմեքենաները։ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի այրին Բեռնադետ Շիրակը մահացել է 93 տարեկանում։ Նրա դուստրը Կլոդ Շիրակը նշել է, նա մահացել է երեկոյան խաղաղ պայմաններում, հարազատների շրջապատում։ Բեռնադ Շիրակը 1971-ին ընտրվել էր Սարան կոմունայի մունիցիպալ խորհրդի անդամ, իսկ 1979-ից 36 տարի զբաղեցրել է գլխավոր խորհրդականի պաշտոնը Կորես շրջանում։ 2025-ին նրան շնորհվել է Պատվո լեգիոնի շքանշանի սպայի կոչում, ինչպես նաև նախկինում ստացել է Պուշկինի մեդալ Ռուսաստանում։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակական եւ մշակութային գործունեությանը, հատկապես Ֆրանսիայի նախագահի տիկնոջ կարգավիճակում։ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է ռուս քաղաքացիների համար վիզաների տրամադրման խստացման մասին։ Նոր միջոցառումները նախատեսում են ներկայացնել հաջորդ տարվա ընթացքում եւ ունեն սահմանափակ ազդեցություն։ Եվրամիության մի քանի երկրներ պահանջում են ավելի կոշտ եւ միասնական քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ։ 2025-ին Շենգենյան վիզաների թիվը ռուսների համար զգալիորեն նվազել է, սակայն որոշ երկրներ շարունակում են մեծ թվով վիզաներ տրամադրել։ Թայվանը հայտնել է Չինաստանի առափնյա պահպանության եւ հետազոտական նավերը համատեղ գործողություն են իրականացրել ռազմավարական կղզիների մոտակայքում։ Խոսքը Պրատաս կղզիների մասին է, որոնք գտնվում են հարավչինական ծովում եւ համարվում են զգայուն ռազմական կետ։ Թայվանի իշխանությունները սա որակել են որպես սադրանք եւ հայտնել նավերը մոտեցել են համակարգված կերպով։ Չինաստանը հայտարարել է իր գործողությունները օրինական են եւ կապված են ծովային վերահսկողության հետ։ Թայվանը ընդգծել է իր տարածքային ինքնիշխանությունը չի կարող վիճարկվել եւ պատասխանել է իր առափնյա ուժերով։
Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղ է այցելել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Պատվավոր հյուրին դիմավորել են համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը եւ մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը։ Նրանք դեսպանին ներկայացրել են մասնաճյուղի կրթական գործունեությունը եւ ձեռքբերումները, ինչպես նաեւ մասնաճյուղի գիտակրթական եւ տեխնոլոգիական ներուժը։ Այցի ընթացքում դեսպանին ներկայացվել է նաև մասնաճյուղի անօդաչու թռչող սարքերի ինժեներական լաբորատորիան։ Այստեղ դրոնների հայկական ֆեդերացիայի հետ համատեղ իրականացվում են դրոնների հավաքման եւ կառավարման գործնական դասընթացներ։ Հյուրին ցուցադրվել են լաբորատորիայի հնարավորությունները, ինչպես նաև ուսանողների անօդաչու թռչող սարքեր կառավարելու գործնական հմտությունները։ Դեսպանին առանձնահատուկ հետաքրքրել է մասնաճյուղի VR տեխնոլոգիաների լաբորատորիան, որտեղ ուսանողներն ներկայացրել են իրենց մշակած Զվարթնոցի տաճարի վերականգնում նախագիծը։ Այն ժամանակակից թվային լուծումների միջոցով ներկայացնում է հայկական պատմամշակութային ժառանգությունը նոր ձևաչափով։ Խալիլ Շիրղոլամին բարձր է գնահատել գաղափարը, նշելով, որ այն արդիական է նաև Իրանի բազմաթիվ մշակութային արժեքների ներկայացման տեսանկյունից։ Այցը եւս մեկ առիթ էր ընդգծելու կրթության ոլորտում միջազգային համագործակցության եւ փորձի փոխանակման կարեւորությունը։ Այսօր Երևանում տեղի ունեցավ ֆրանսահայ անվանի պատմաբան ցեղասպանագետ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր աշխատության «Ցեղասպանության ավարտը Մուստաֆա Քեմալը եւ փրկված հայերի ու հույների ոչնչացումը» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը հեղինակի անմիջական մասնակցությամբ։ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր աշխատության շնորհանդեսը կազմակերպվել էր գործարար Արտուր Սողոմոնյանի, Անիվ հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցման հիմնադրամի եւ Նարեկացի ինստիտուտի կողմից։ Համախմբելով գիտական, մշակութային ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների, պատմաբաններին, ինչպես նաև ցեղասպանագիտությամբ հետաքրքրվող բազմաթիվ քաղաքացիների։ Շնորհանդեսի ընթացքում Ռայմոնդ Հարություն Գևորգյանը ներկայացրեց իր ուսումնասիրության հիմնական դրույթները, անդրադառնալով առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունում տեղ ունեցած քաղաքական եւ ռազմական զարգացումներին։ Հեղինակը շեշտեց, որ աշխատությունը հիմնված է բազմամյա հետազոտությունների, արխիվային հարուստ փաստաթղթերի եւ միջազգային աղբյուրների համադրման վրա։ Հարցը, որ առջևս տրված էր, հետևյալն է. արդյոք շարունակություն կար երիտթուրքերու եւ քեմալիստներու քաղաքականությունը այոց անտեպ եւ ուրեմն քիրքի մեջ աշխատանքը ներով ամոզվեցա, որ այո շարունակություն մգա եւ Քեմալը աշխատանքը վերջացուց ուրեմն ոչ թե սիստեմատիկ ձևով մակրակորձելով վերաբրողներ որ գային Թուրքիա, այլ զանազան միջոցներով սարսափը ստեղծելով եւ այլն կարողացան ասոնք դուրս քաշել երգիրեն եւ անոնք են որ ստեղծողը եղան սպյուրքի ուրեմն մյուս կողմը գապված բանին հայ բնակչության առաջին անգամով կարողացա ճշտել քանի մարդիկ վերաբրող կարողացած են իրենց այրենիքը վերադառնալ, իրենց քյուրերը դուները եւ այլն եւ այս ցեվով կարողացա չափել քանի անց կբաքսի Պացակաները ինչ եղած են եւ բավական հետաքրքրական թիվերու ասա 1,330,000 հայ որ պացակա են բادرազմի վերջավորության հավանաբար մերձված մեծ մասամբ այսօր վրալ եթե ավելցնեք Գյումրիի շրջանը կամ 20-ներու կամ Բասկաստանի, Ադրբեջանի չարտեր որտեղի ունեցան երկու անգամով 15-ին եւ 18-ին մոտավորապես այլևս 1.5 միլիոն թիվը սիմվոլիկ թիվը չէ, բանը պաստված է հիմնվելով քյուրեկյուր ստատիստիկներու վրա։ Շնորհանդեսն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև կազմակերպիչ կառույցների ներկայացուցիչներն ու պատմաբանները, ընդգծելով աշխատության գիտական կարևորությունը եւ դրա նշանակությունը ցեղասպանության պատմության հետագա ուսումնասիրման եւ միջազգային ճանաչման գործընթացներում։
Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր աշխատությունը եւս մեկ կարևոր ներդրում է ցեղասպանագիտության ոլորտում, վերհանելով պատմության հաճախ անտեսված էջերը եւ նոր լույս սփռելով 1918-ից 22 թվականների ողբերգական իրադարձությունների վրա։ Իսրայելի Իրանի դեմ փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի ժամանակ գաղտնի կերպով Ադրբեջանում էլիտար ռազմական եւ հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Իրանի դեմ գործողությունների նպաստելու նպատակով։ Այս մասին հաղորդում է CNN-ը, վկայակոչելով 4 աղբյուրի։ Աղբյուրներից երկուսի խոսքով իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում գտնվող մի քանի վայրերից, այդ թվում Իրանի հյուսիսային սահմանին հարակից հատվածում, Իրանի Թավրիզ քաղաքից ընդամենը մոտ 95 կիլոմետր հեռավորության վրա։ Մյուս երկու աղբյուրների խոսքով տվյալ վայրում տեղակայվել են նաեւ հատուկ դիվերսիոն ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են հետախուզական առաքելություններ եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով գործողություններ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությունը հաստատուն է մնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության հարցում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պուտինը նաև պատրաստ է հանդիպումների, նա ընդհանուր առմամբ բաց է երկխոսության համար, ասել է Պեսկովը։ Նրա խոսքով Ռուսաստանի ղեկավարը շարունակում է բաց մնալ միջազգային շփումների եւ քաղաքական երկխոսության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտնել է իր մտադրության մասին Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո լրջորեն զբաղվելու Կուբայի հարցով։ Թրամփը կարծիք է հայտնել, որ Կուբան մոտ է փլուզման։ Նրա խոսքով Վաշինգտոնը նպատակ ունի փոխել Կուբայի պետական կարգը եւ մտադիր է դրանով զբաղվել Իրանի հետ հակամարտության ավարտից անմիջապես հետո։ Մենք շատ լավ պլաններ ունենք Կուբայի վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ նախագահը, ընդգծելով, որ ցանկանում է օգնել կուբացիներին։ ԱՄՆ իշխանությունները կալանել են ենթադրաբար Հայիթից մեկնած նավակ, որում եղել է 240 անօրինական միգրանտ։ Այս մասին հայտնել է Մաքսային եւ սահմանապահ հսկողության ծառայության ղեկավար Ռոնդի Սքոթը։ Նրա խոսքով օդային շրջափակման գործակալները հայտնաբերել են նավը, որը փորձել էր իրականացնել անօրինական ծովային միգրացիա։ Սքոթը նշել է, գերբեռնված նավի մեջ ջուր էր լցվում եւ այն խորտակվելու վտանգի տակ էր։ ԱՄՆ պաշտոնյան ընդգծել է, անօրինական ներգաղթի նման փորձերը շարունակում են վտանգավոր մնալ եւ չեն երաշխավորում երկիր հասնելը։ Իրանի օրենսդիրները դիմել են երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, խնդրելով համաձայնություն տալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակման համար։ Ըստ տվյալների դիմումի տակ են ստորագրություններն ընտրել 85 օրենսդիրներ։ Նրանք կասկածանքով են վերաբերվում Թեհրանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում ԱՄՆ-ի դիրքորոշմանը։ Ըստ Jerusalem Post-ի, այս քայլը մեկնաբանվում է որպես ԱՄՆ հասնելու ունակ հրթիռներ մշակելու կոչ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հարցում Վաշինգտոնը հաղթանակի կհասնի ցանկացած տարբերակով։ Նրա խոսքով գլխավոր նպատակն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա։ Թրամփը նաև հայտարարել է Հորմուզի նեղուցը կբացվի անմիջապես։ Ես կարծում եմ, որ գործերը շատ լավ են ընթանում, նշել է նախագահը։ Մենք հաղթանակի կհասնենք կամ թղթի վրա կամ ռազմական ճանապարհով, ընդգծել է ԱՄՆ առաջնորդը։ Արաբական Միացյալ Էմիրությունները կշարունակի միջնորդական ջանքերը Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն աջակցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը նշել է նաև գերիների փոխանակման վերջին փուլի հաջողությունը։ Վերջին փոխանակման ընթացքում իրականացվել է 185-185-ի դիմաց ձևաչափով գործընթաց։ Աբու Դաբիի միջնորդությամբ ազատ արձակված զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 7471-ի։ Մագատեն կարծում է Իրանի հարստացված ուրանը շարունակում է մնալ իր սկզբնական տեղում։ Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նրա խոսքով այդ գնահատականը կիսում են նաև Իրանի իշխանությունները։ Գրոսին ընդգծել է, ԱՄԳ փորձագետների վերադարձը Իրանի օբյեկտներ բացարձակապես կարևոր է։ Մագատեի տվյալներով Իրանը ներկայում ունի 440.9 կիլոգրամ մինչև 60% հարստացված ուրան։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին վերջերս ռուս գործընկերների միջոցով իրեն հանդիպում է խնդրել։ Պուտինի խոսքով ինքը դեռևս նման հանդիպման իմաստ չի տեսնում։ Նա նշել է, Կիևը հանդիպում է խնդրում, սակայն միաժամանակ շարունակում է իր գնահատման հանցավոր գործողությունները։ Ռուսաստանի նախագահը նաև անդրադարձել է Զելենսկու բաց նամակին։ Պուտինի կարծիքով այդ նամակը պարունակում է անքաղաքավարության տարրեր։ Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարել է, նախապատրաստական աշխատանքներ են տարվում Սպիտակ տան հատուկ դեսպանորդներ Սթիվեն Ուիտքոֆի եւ Ջարեդ Քուշների Ռուսաստան այցի համար։ Նրա խոսքով ինքը կապի մեջ է ինչպես Ուիտքոֆի, այնպես էլ Քուշների հետ։ Ուշակովը նշել է, Մոսկվան շարունակում է կապեր պահպանել Վաշինգտոնի հետ։ Նրա խոսքով շփումները հիմնականում իրականացում են հեռախոսային ձևաչափով։ ՌԴ նախագահի խորհրդականը նաև հայտարարել է, Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է վերաբերվեն երկարաժամկետ խաղաղության հասնելուն։
Նոր պահանջ ներմուծվող թարմթերքների համար նիտրատների պարտադիր փորձարկում։ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել 2026 թվականի հունիսի 8-ից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկավոր է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող թարմ կարտոֆիլի, կաղամբի, գազարի, լոլիկի, վարունգի, ճակնդեղի, գլուխսոխի, կանաչ սոխի, պղպեղի, ձմերուկի, սեխի եւ կանաչիների խմբաքանակներից նմուշարման եւ նիտրատներ ցուցանիշով լաբորատոր փորձարկման արդյունքները։ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն անշարժ եւ շարժական գույքեր, դրամական միջոցներ, դատախազության ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է։ Վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման Երևան քաղաքում գտնվող երկու բնակարան, Երևանի կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80%-ը, Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող երկու հողամաս, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10%-ը, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 81%-ը, Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող մեկ անշարժ գույքի 82%-ը, ավտոմեքենաների տեղ զննում իրականացնող ընկերության 50% մասնակցությունը, Range Rover Magnishi եւ Mercedes-Benz Magnishi տրանսպորտային միջոցները, երկու անշարժ գույքի եւ մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը 25 միլիոն 18 հազար դրամ, ինչպես նաեւ 85 միլիոն 430 հազար դրամ։ Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոշխարներին, գառներին, այդ թվում այրացու արոտավայր տանելու ժամանակ հայտնաբերել է գոմու մոտ 3 օրից ավելի գառների սատկած։ Գյուղացիները պատմել են, որ նման խոշորամասշտաբ դեպք գյուղում առաջին անգամ է լինում եւ այժմ ուզում են խնդրանքով դիմել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ ինքը դիմի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի տուժած քաղաքացիներին չթողնեն միայնակ։ ԱՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է Իրանը եւ ԱՄՆ-ն միջուկային հարցերի շուրջ համաձայնության հասնելու բավականին մոտ են։ Նրա խոսքով գործակալությունը ներկայիս բանակցային գործընթացի անմիջական կողմ չէ, սակայն կապեր է պահպանում երկու կողմերի հետ։ Գրոսին նշել է, հենց միջուկային թեմատիկայի շրջանակում կողմերի դիրքորոշումները զգալիորեն մոտեցել են։ Նա ընդգծել է, մնացած քաղաքական եւ տարածաշրջանային հարցերը չեն մտնում իր իրավասությունների շրջանակում։ Վերջինս հավելել է, առնվազն միջուկային ոլորտում համաձայնության ձեռքբերման հավանականությունը միանգամայն իրական է։ ԱՄՆ զինված ուժերի հնդկախաղ օվկիանոսյան հրամանատարությունը հայտարարել է Դվինա լցանավի կալանվան մասին։ Հրամանատարության տվյալներով նավը նավարկել է առանց դրոշի եւ գտնվել է պատժամիջոցների տակ։ Գործողությունը իրականացվել է Հնդկական օվկիանոսում գիշերային ժամերին։ Ամերիկյան կողմը հայտնել է շարունակելու է միջազգային ծովային գործողությունները ապօրինի գործունեությունը կանխելու նպատակով։ Հայտարարության մեջ նշվում է, Վաշինգտոնը մտադիր է հայտնաբերել եւ կալանել այն նավերը, որոնք նյութական աջակցություն են ցուցաբերում Իրանին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Այաթոլլա Մոջթաբա Խամենեին անվտանգության պատճառներով հազվադեպ է հայտնվում հանրության առջև։ Նրա խոսքով համապատասխան կառույցները խորհուրդ չեն տալիս, որ Իրանի գերագույն առաջնորդը հաճախ ներկայանա հանրային միջոցառումներին։ Արաղչին ընդգծել է Խամենեին շարունակում է ակտիվորեն մասնակցել երկրի կառավարման գործընթացներին։ Նա նշել է, գերագույն առաջնորդը պահպանում է ռազմավարական որոշումների վրա ազդեցության բոլոր հիմնական լծակները։ Արտգործնախարարը նաև հայտնել է Իրանի իշխանությունները մշտական կապի մեջ են վերջինիս հետ։ Բլումբերգի տվյալներով Ուկրաինան լարվածությամբ հետևում է Ռուսաստանի բալիստիկ հրթիռների արտադրության աճին։ Աղբյուրների փոխանցմամբ Ռուսաստանը ոչ միայն մեծացնում է արտադրության ծավալները, այլև կատարելագործում հրթիռների հնարավորությունները։ Այս իրավիճակում Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին բազմիցս դիմել է դաշնակիցներին Պատրիոտ համակարգերի լրացուցիչ հրթիռներ տրամադրելու խնդրանքով, սակայն Եվրոպայում զինամթերքի պաշարների նվազման պատճառով այդ փորձերը դեռ արդյունք չեն տվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռազմագերիների նոր փոխանակման մասին։ Փոխանակումը իրականացվել է 185-185-ի դիմաց ձևաչափով։ Վերադարձված ռուսաստանցի զինվորականներ ներկայումս գտնվում են Բելարուսի տարածքում։ Նրանց հետ աշխատում է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին նույնպես հաստատել է ռազմագերիների փոխանակման փաստը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է այլ ակտիվացնել ԵՄ ընդլայնման վերաբերյալ հանրային իրազեկումը։ Նրա խոսքով տեխնացու երկրները պետք է ավելի ակտիվ բացատրեն իրենց քաղաքացիներին Եվրամիության անդամակցելու առավելությունները։ Ֆոն դեր Լայենը նշել է, նույն աշխատանքը պետք է իրականացվի նաև Եվրամիության անդամ պետություններում։ Նա Արևմտյան Բալկանների երկրներին խոստացել է ավելի քան 500 միլիոն եվրոյի նոր ֆինանսավորում։ Եվրահանձնաժողովի նախագահը նաև դրական է գնահատել Եվրամիության անդամակցության ընթացակարգերի պարզեցման գաղափարը։
Financial Times-ը հայտնում է, Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի անդամները խոչընդոտել են մի շարք խոշոր ռազմական ծրագրերի իրականացմանը։ Խոսքը վերաբերում է ավելի քան 1 միլիարդ եվրո ընդհանուր արժեք ունեցող պաշտպանական պայմանագրերին։ Հունվարին արգելափակվել է 600 միլիոն եվրո արժողությամբ հետախուզական համակարգի մատակարարման պայմանագիրը։ Փետրվարին կասեցվել է նաև 462 միլիոն եվրո արժողությամբ լազերային պաշտպանական համակարգի նախագիծը։ Պաշտպանական ոլորտի ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել նշելով. լրացուցիչ վերահսկողությունը դանդաղեցնում է բանակի արդիականացումը։ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է Եվրոպան շահագրգռված է Ռուսաստանի հետ քննարկումներ անցկացնելու հարցում։ Նա նշել է, խոսքը վերաբերում է անվտանգության քաղաքականությանը, բարեդրացիական հարաբերություններին եւ Ուկրաինայի շահերի պաշտպանությանը։ Մակրոնի խոսքով Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են մշակել ինչպես հրադադարի, այնպես էլ ապագա խաղաղության ծրագրի տարբերակներ։ Ֆրանսիայի նախագահը կրկնել է, Փարիզը միշտ աջակցել է ուղիղ բանակցություններին։ Նա նաեւ ընդգծել է, Եվրոպան պետք է ներկա լինի ապագա բանակցային գործընթացում։ ԱՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, Իրանի հարստացված ուրանը շարունակում է մնալ նախկին տեղակայման վայրերում։ Նրա խոսքով գործակալության գնահատմամբ նյութերը գտնվում են այն նույն օբյեկտներում, որոնք հարձակման են ենթարկվել 2025 թվականին։ Գրոսին նշել է, այդ մասին տեղեկացրել են նաև Իրանի իշխանությունները։ Միաժամանակ նա ընդգծել է, ԱՄԳ-ն պետք է վերադառնա տեղանք եւ իրականացնի ստուգումներ։ Գործակալությունը մտադիր է հստակեցնել միջուկային նյութերի գտնվելու վայրը եւ քանակը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, Լիբանանի հետ հրադադարի շուրջ վերջնական համաձայնագիր դեռ գոյություն չունի։ Նա նշել է, Հեզբոլլահը չի ընդունել ԱՄՆ-ի միջնորդությամբ մշակված առաջարկի պայմանները։ Ynet-ի տվյալներով նախարարները քննադատել են հրադադարի ներկայիս տարբերակը։ Կառավարության անդամները պահանջել են հարցը ներկայացնել կաբինետի քվեարկությանը։ Նեթանյահուն ընդգծել է, որ մինչև Հեզբոլլահի համաձայնությունը որևէ փաստաթուղթ չի հաստատվի։ Երկու բեռնատար նավեր Նատրան եւ Զիրկոնը Ազովի ծովում ենթարկվել են զանգվածային ԱԹՍ-ների հարձակման։ Նավերը դատարկ նավարկելիս են եղել Թուրքիայից դեպի Դոնի Ռոստովո երկրադրոշների ներքո։ Յուրաքանչյուր նավի վրա կիրառվել է 4 ԱԹՍ, ինչը հանգեցրել է ուժգին հարվածների։ Հարձակման հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի։ Տեղում իրականացվում են որոնողական եւ հետաքննական գործողություններ։ Տարածքը գտնվում է ուժեղացված վերահսկողության տակ։ Մեծ Բրիտանիան հրաժարվել է միանալ Կանադայի նախաձեռնած պաշտպանական բանկին, ծրագիրը կապված է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ֆինանսավորման ընդլայնման հետ։ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը դեմ է արտահայտվել մոտ 1 միլիարդ ֆունտ ներդրմանը։ Նախագծի շուրջ շարունակում են քննարկումներ միջազգային ֆինանսական խոշոր կառույցների մասնակցությամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է Վերսալում կազմակերպել հատուկ ընթրիք ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի համար։ Նպատակն է պահպանել ԱՄՆ-ի ներգրավվածությունը եվրոպական անվտանգության հարցերում։ Գաղափարը կապված է G7 գագաթնաժողովի շրջանակում քաղաքական ազդեցության մեծացման հետ։ Ելիսեյան պալատում քննարկվում է շքեղ ընդունելության ձևաչափը։ Ընթրիքի մանրամասները դեռ վերջնական չեն հաստատվել։ G7-ի օրակարգում սպասվում են սուր քննարկումներ։ Եղանակը առաջիկա օրերին Երևան քաղաքում հունիսի 6-ին առավելապես երեկոյան ժամերին 7-ից 10-ին գիշերը եւ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամուշ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Հանրապետության տարածքում հունիսի 6-ին կեսօրից հետո 7-ից 10-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։